Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինձ կներեք ես մի քիչ էլի ուշացած միացա, որովհետև դպրոց էի գնացել, երախուս դպրոցը ինքը գովասանագիր էր ստանում եւ մի քիչ երկար տևեց, քան նախատեսել էի ու սենց գլխապատառ միջև եկա, մի քիչ ուշացա։ Նորից ուրեմն հայցում եմ ձեր ուրեմն ներողությունը այդ առիթով։ Նախ ուզում եմ օգտվեմ առիթից եւ շնորհավորեմ բոլոր սիրահարված զույգերին։ Լինեն այդ զույգերը արդեն 30, 40, 50 տարի ամուսնացած, թե նոր նշանված, թե նոր իրար գտած, կարևոր չի, ես ձեզ շնորհավորում եմ։ Սեր գտնելը աշխարհում ամենադժվար բանն է, ամեն մեկին տրված չէ, եւ դուք ուղակի բացառիկ մարդիկ եք, եթե կյանքում գտել եք այդպիսի մեկին, ում նվիրված եւ անձնազոհաբար սիրում եք։ Դրա համար ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով եւ ցանկանում եմ, որ ձեր սերը հարատև լինի եւ ամուր լինի ձեր ուրեմն կապը եւ Աստծո օրհնության ներքո լինի եւ միշտ հիշենք, որ մեզ ամենաշատ սիրող այս աշխարհում Տեր Աստվածն է։ Երկրորդ, որի մասին ուզում եմ խոսել այսօր շատ հետաքրքիր թեմաներ են լինելու, ուրեմն խոսելու ենք բանակի մասին, իրավիճակի ստեղծված մասին, խոսելու ենք ուրեմն այոյի եւ ոչ ես ճամբարների մասին, շատ հետաքրքիր ուրեմն ուսումնասիրություններ ենք անելու եւ ուրեմն նաեւ խոսելու ենք հոգեբանական զենքի մասին, որ այսօր օգտագործում են ժողովրդի նկատմամբ։ Վերջում շատ հետաքրքիր առարկ ձեզ պետք է պատմեմ, էլի սիրո մասին, սիրով սկսենք, սիրով ավարտենք, բայց միջև այս ամենի մասին խոսելը ուզում եմ մի ուրիշ բան էլ ձեզ ասել, ուրեմն ես չգիտեի, ընդհանրապես երեկ իմացա, որ Ռուսաստանում մեր հեղափոխության մասին երգ կա գրված, որը դրված է Եվրովիզիոնա գնալու ուրեմն այդ ընտրությունների մեջ։ Իմիջիալով շատ լավ երգ է ու հետաքրքիր է, որ իրանց էլի Ռուսաստանում փորձում են ամեն ձևով, ուրեմն իրանց առաջ փակեն, ճանապարհներ են փակում, որպեսզի այդ երգը լսելի չլինի։ Ուրեմն 15-ին արդեն ընտրությունն է կատարվելու, որ երգը գնա Եվրովիզիոնա եւ այս երգի մասին համարյա թե ոչ մեկ չի լսել։ Դրա համար ես ուզում եմ օգտվել իմ եթերից եւ մի փոքրիկ պաուզա ուրեմն ցույց տանք այդ երգը, բոլորս լսենք, հետո ես անմիջապես իմ վիդեոից հետո այդ երգի տեսահոլովակը կդնեմ իմ էջում, որպեսզի տարածեք, սիրելիներս, եւ կանանք մեր այս գեղեցիկ հեղափոխության մասին գրված երգը արձագանք տա եւ տարածում ստանա, եւ միաժամանակ նաեւ ուզում եմ իմ սերը հայտնեմ իմ ժողովրդի նկատմամբ, հենց այս տեսահոլովակը դնելու, որտեղ բոլոր իրար են սեր խոստովանում, ես էլ ուզում եմ իմ սերը խոստովանեմ հայ ժողովրդի նրա տարած փառահեղ հաղթանակի համար։ Դրա համար եկեք լսենք այդ տեսահոլովակը ու շարունակենք մեր եթերը։ Մի րոպե, ես սենց տնեմ սա մի վարքյան, ահա։ Երգում են Սերգեյն եւ Նիկոլայ Արությունովները եւ այս երգը դրված է Եվրովիզիոնա գնալու համար, մի րոպե փոխեմ, ուրեմն Եվրովիզիոնա գնալու համար է դրված, ուրեմն կարող եք քվեարկել, հատկապես Ռուսաստանի բնակչությունը, խնդրում եմ, ուրեմն քվեարկեք այս երգի նկատմամբ, թող մեր փառահեղ հաղթանակի մասին, նաեւ Եվրովիզիոնայի, ուրեմն բեմից երկվի, իսկ միաժամանակ նորից եմ ասում, սա իմ սիրո խոստովանությունն իմ ժողովրդի նկատմամբ, բրավո ձեզ, ձեր նման ժողովուրդ չկա, այտենց միշտ միասնական, միշտ սիրով եւ միայն փառահեղ հաղթանակներ։ Իսկ հիմա անցում կատարենք մի քանի ցավոտ թեմաներից, որ այսօր կատարվում է մեր հանրապետությունում։ Առաջինը դա բանակի հարցն է։ Մենք էլի ունեցանք երկու զոհ, էլի Արցախի զորամասերում, էլի առաջին վարկածը, որ առաջ քաշեցին, դա ինքնասպանությունն էր, եւ սա արդեն անընդունելի է, սա արդեն անցնում է բոլոր չափանիշները եւ կոնկրետ մարդիկ արդեն համահանում են, այսպես ասած։ Նախ առաջին ցավակցում եմ բոլոր զոհերի, ուրեմն ընտանիքներին, արդեն հունվար ամսին 12 զոհ է եղել, արդեն 40 քանի օր անց, 45 օրվա ընթացքում արդեն 12 զոհ, օրիկ շատ ցավալի է եւ սա անընդունելի է եւ մասսայական խորքային փոփոխությունների կանչ է, որ պիտի արվի ուրեմն բանակում։ Հիմա եկեք հասկանանք էլի, ինչ խնդիրներ կան բանակում եւ ինչի համար է սա լինում։ Ուրեմն բոլոր այս զոհվածները Արցախում են զոհվում, ու բոլոր զոհվածները հայաստանցիներն են։ Ու առաջին վարկածը, որ միշտ քաշվում առաջ, դա ուրեմն ինքնասպանության կանխավարկածն է։
Չեմ ուզում տրվեմ ինչ-որ պրոպագանդաների եւ այլն, որ պատերազմի հայտարարված մեր զինվորների դեմ եւ այլն, բայց փաստացի մենք ունենք այսօր խնդիր բանակում։ Եկեք մի հատ ուղղակի հասկանանք ինչ խնդիր կա բանակում։ Առաջին խնդիրներից մեկը, որ առանձնացրեմ, դա գողական բարքերն են, որ ոչ միայն բանակում է, այլև մեր հասարակության մեջ է արմատավորված դա, որ չգիտես ինչի, եթե մեկը ինչ որ ունի ավելի մի քիչ power, այսինքն մի քիչ ավելի հնարավորություններ, հա, դուխ եւ այլն, պետք է անպայման ստորացնի, ուրեմն խեղճին։ Սա նկատելի է դպրոցներում, սա նկատելի է համալսարաններում, սա նկատելի է հասարակության մեջ, եւ եթե քո թուրը կտրում է, ուրեմն պետք է ապարտադիր թույլերի գլխին կտրի կամ եւ այլն։ Այս բարքերն են, որ գողական բարքերի են վերածվում եւ գնում են բանակ եւ մեզ ամբողջ հասարակությանը միաժամանակ բոլորիս կանգնացնում են ինչ որ փաստի առաջ։ Երկրորդը դրանք չբացահայտված գործերն են։ Երբ որ սպանությունը տեղի լինում, այսպես ասած փակ պաշտպանության նախարարությունը եղել է դա տարիներ շարունակ, հիմա չի էլի այդ փաստը, ինձ սխալ չհասկանաք, տարիներ շարունակ ոնց որ նույն այս ձևա, ուրեմն առաջնորդվե պաշտպանության նախարարությունը, առաջից մի անգամից քաշում են ինքնասպանության վարկածը եւ շատ ժամանակներ անցյալում նախկինների ժամանակ չեն բացահայտվել գործեր, չմոռանանք սևազգեստ մայրերին, որոնք մինչեւ այսօր պայքարում են, որ գոնե հոգեկան հանգստություն ձեռք բերեն, հասկանալու համար վերջիվերջո ով է սպանել իրենց զավակներին։ Պատկերացրեք, տարիներ շարունակ պահում փայփայում ես զավակիդ, հասցնում 20 տարեկան ու հանկարծ մի օր լսում ես, որ ինչ որտեղ նրան սպանել են կամ ինքնասպանություն ավելի ստորացուցիչ է, ասելով որ գիտես այնքան թույլ է գտնվեք, որ զավակը որ ինքնասպան է եղել, այդ ավելավա ասեմ սպանություն է բացահայտեն ինչա մարդը գոնե հոգեկան հանգստություն ունենա եւ այդպես չտանջեն մեր զինվորների ծնողներին։ Այսպեսով այս չբացահայտված գործերը ինչպես ասեմ, անպատժելիությունը բերում է նմանատիպ գործերի կրկնության։ Եթե միջև չպատժվեն բոլոր հանցագործները, սկսած գեներալիտետից միջև ներքև, միջև գողական բարքերով ապրող զինվորները, ուրեմն այս հարցը միշտ լինելու է ունենալու է կրկնողություն։ Այդ փոփոխությունների համար որպեսզի լինի ժողովուրդ ջան, առաջին հերթին Արցախում պիտի իշխանություն փոխվի։ Իշխանություն պիտի փոխվի։ Թավշյա հեղափոխությունը պիտի գնա հասնի Արցախ։ Այս նորկառավարության սխալներից մեկը որ եղավ այն էր, որ կանգնեցրեց այդ շարժումը Արցախում այն ժամանակ, երբ որ ժողովուրդը ոտքի էր ելել։ Այդ ամբողջ այդ ուժ էներգիան Սփյուռքի եւ Հայաստանի միասնությամբ պիտի ուղղորդվեր Արցախ եւ փոփոխությունը կատարվեր այնտեղ, որտեղ Արցախը մեր աքիլեսյան գարշապարն է, մեր թույլ տեղն է։ Եվ դրա համար էլ այսօր բոլոր հեղափոխական ուժերը արմատավորվում են Արցախում եւ կատաղի կռիվ են տալու Արցախի ընտրությունների ժամանակ։ Մենք դա արդեն տեսնում ենք, արդեն ուրեմն բաներ են կատարվում, կեղծումներ են կատարվում եւ այլն, որ արդեն բերում է ինչ որ փաստի առաջ է մեզ կանգնեցնում Հայաստանում բնակվող ժողովրդին, քանի որ մեր զինվորները այնտեղ են, հետեւապես եւ մենք խոցելի տեղ ունենք։ Անմիջապես պետք է բացահայտվեն այս բոլոր գործերը, բոլորը անխտիր վերաբացվեն այս գործերը եւ պատժվեն բոլոր հանցագործները։ Երրորդ խնդիրը, որ տեսնում եմ, դա սպայական կազմի, ուրեմն ծուլությունն է եւ ամենաթողությունն է։ Երբ որ իրենց ուրեմն պարտականությունները հանձնում են, չհաստում ինչ որ մեկը որ մի քիչ ավելի դուխով է կամ թուրը մի քիչ ավելի շատ է կտրում, դնում են նրա ուսերին իրենց հանգիստ ծառայությունը ապահովելու համար։ Այսպիսի սպայական կազմը պիտի նորից ամենաուժեղ ուրեմն պատժին արժանանան, որպեսզի մնացածին դաս լինի եւ իրենք կատարեն խորքային առումով իրենց պարտականությունները եւ վերջ տան տեսնելու դեպքում գողական բարքերի վերջ տան դա իրենց վաշտում։ Եվ երրորդը, որ ես տեսնում եմ իմիջիալոց ես նոր հաղորդումել էին անվերլուծաբաններն էլ էին խոսում այդ հարցով, դա եւ քանի որ հոգեբանությունի մասնագիտությունը ես առաջինը միշտ հարցը այդտեղ եմ փնտրում, հոգեբանական չաշխատող ինստիտուտ է։ Ես մի քիչ ռիսերչ արեցի եւ հասկացա, որ այո, հոգեբանական ինստիտուտը չի աշխատում այսօր բանակում։ Ինչու՞, որովհետեւ այդ նույն հոգեբանները նույն սպաներն են։ Իսկ մենք հասարակության հոգեբանությունը գիտենք, էլի, որ տղեն պիտի
չբողոքի, խաբար բզիկություն պիտի չանի, հարցերը պիտի ծածկվի եւ այլն, ու այս հասարակությունից ծնված զավակները երբ որ գնում են բանակ, բնականաբար սպային չեն գնելու, ասենք, գիտեք, ինձի, ասենք, ինձ վրա ճնշում են գործադրում, ես վերջի մարդ եմ, մի հոգով 10 հոգու դեմ չեմ կարա, եւ ստիպված այս հարցը բերում եմ ձեր մոտ հոգեբանի մոտ եւ այլն։ Հոգեբանի պարտականությունն է գտնել այդ խնդիրները, նույնիսկ այն պարագայում, երբ որ դա չեն ուզում բացահայտեն զինվորները, հոգեբանորեն մոտեցումով նա պիտի կարողանա առաջ բերի այդ հարցը եւ պետք է փոփոխությունների ուրեմն ծրագրեր առաջ քաշեն հոգեբանորեն ինչպես կարելի է ուրեմն անել այս փոփոխությունները քանի որ այդ հոգեբանները իրենք սպայ են որ ծառայում են հետեւաբար էսի չի կարող լուծվել այդ ապարատի շրջանակներում Բնականաբար պետք է ներգրավել եւ ստեղծվել հոգեբանական մի այլ ապարատ, որոնք կլեն քաղաքացիական անձինք եւ տղամարդիկ եւ կանայք, որոնք խորքային կուսումնասիրեն այս հարցերը, կարճատև լուծում կտան, ինչպես նաեւ երկարատև լուծումների համար ծրագրեր առաջ կքաշեն եւ փորձարկումներ կանեն տեսնելով աշխատում է թե վերջ ոչ եւ այն օգտագործեն նաեւ ամբողջ բանակի համակարգում վերացնելու համար այս ամենաթողությունը, այս պարտականությունների խուսափելը, այս գողական բարքերը եւ այլն։ Մյուս խնդիրը, որ էլի ես տեսնում եմ, դա չբարձրաձայնվող խնդիրներն են ծնողների կողմից։ Վայ հանկարծ մի բան կասեմ, երեխուս կնեղեն ընդ է, կիմանան ես եմ ասել, երեխուս կնեղեն եւ այլն եւ այլն։ Ոչ, ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի։ Ինչքան հասկացա, Պաշտպանության նախարարությունը ունի տենց ուրեմն վարչություն, հա, տենց ինչ որ խումբ ունի, որ զբաղվում է այս բարձրացած խնդիրների ուրեմն բանով ուսումնասիրությամբ եւ հետեւաբար իրանք թերանում են, քանի որ այդ խնդիրները ոնց որ թե չեն պակասում, հələ մի բան էլ ավելանում են, որովհետեւ խայտարակ թիվ է 45 օրվա ընթացքում 12 զոհ, դա սարսափելի թիվ է։ Ես չգիտեմ, սա հիբրիդային պատերազմի 5-րդ Շարասյան մյուս հերթական խաղերն են, թե իրոք այստեղ ինչ որ աշխատանքներ համենայն դեպս էֆեկտ չեն արվում այս խմբի կողմից, եթե կա այդպիսի վարչություն, ուրեմն պետք է վերանայել նաեւ նրանց աշխատանքը եւ ավելացնել նրանց հանդեպ խստությունը ու պարտականությունները։ Եվ մյուս խնդիրը որ տեսնում եմ, ինչքան հասկացա բանակում նաև կան հոգևոր մարդիկ, որոնք կանչված են ծառայության, բայց ինչքան հասկացա նորից այս ոլորտում էլ նույն ձևի, ոնց որ հասարակության մեջ եկեղեցին մենակ ծիսակատարական դեր ունի, միայն կրոնավորությամբ են զբաղվում եկեղեցիներում, չկա հոգևոր արժեքների, ուրեմն հստակ արտահայտություն, հստակ գործողություններ, դրա համար նույն բանն էլ նաև բանակում է կատարվում եւ հետեւաբար այս իրանք էլ չեն կարողանում, չեն օգնում Ուրեմն զինվորների մեջ այդ արժեհամակարգի բարձրացման, փոփոխության եւ ուրեմն այս հոգեբանական ճնշումների վերացման այդ ուղղությամբ կատարած իրենց գործողություններում։ Նորից գալիս ենք ուրեմն հանգում ենք մի եզրակացության, որ արժեհամակարգի փոփոխություն պիտի լինի հասարակության մեջ եւ տարբեր ոլորտները պետք է ներգրավեն այդ աշխատանքի մեջ։ Այսօր ինչ արժեհամակարգ են ձևավորել 30 տարվա մեջ նախկինները, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, որ եթե դու ունես մեշք, ունես փող, թուրը տաճուծեղ պիտի կտրի, որ աղքատները կամ ասենք լավ չապրող կարիքավոր ընտանիքները միշտ խեղճ ու կրակ պիտի լինեն, իրանց պետք է ավտոյի տակ գցեն, իրանց պետք է առևանգեն, ծեծ ու ջարդի ենթարկեն, բռնությունների ենթարկեն։ Այդ պրոպագանդան արվում է այսօր հասարակությունում եւ սերիալների միջոցով, եւ երգերի միջոցով, եւ չգիտեմ այդ հաղորդումների միջոցով ներկայացնում են կարիքավոր խավին, որտեղից ես իմ անմակարդակ ինչ որ մասա, որ իրանց բան չի ներկայացնում, բայց այսօր լիքը կարիքավոր ընտանիքներ կան, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ուղղակի իրանց տեղը չեն կարող գտնել այս այլասերված արքու բարքի մեջ, այս հասարակության մեջ, որ այսպիսի արժեհամակարգ ունի։ Եվ այստեղ պիտի արվի այդ փոփոխությունները, այստեղ է, որ այսօր նոր կառավարության գործողությունները ես գերազանց եմ բանանում գնահատում այս ուղղությամբ տարվող։ Այո, մարդկանց ուղղակի պետքա հանվի աղքատությունը, մարդը ինքը պիտի գիտակցի իր ուժը, պետքա գիտակցի, որ ամեն ինչ իր կյանքում կատարվող կախված է միմիայն իր կամքից, եւ այսօր մի մարդ կարող է մի ամբողջ պետության ճակատագիր փոխել, ոնց որ տեսանք Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Եվ մարդը պիտի ուղղակի գիտակցի,
իր ուժը եւ արժե համակարգի փոփոխություն պիտի լինի։ Նոր ֆիլմեր պիտի նկարանվեն, թեկուզ բանակի մասին, որտեղ ոչ թե դեմբիլիզմը, այդ, չգիտեմ, այս գողական բարքերն են ուրեմն նշмарվում, այլ հակառակը եղբայրություն, սեր, հավասարություն, քաջություն, որպեսզի այս ամեն ինչը մեր հասարակությունը սկսի նայել այլ աչքերով, որպեսզի երեխաները սկսեն դաստիարակվել այդ արժե համակարգով։ Պետք է սկսել դպրոցից։ Սրա մեջ պիտի ներգրավի նաև դպրոցը, հայրենասիրություն, հայասիրություն, առաջինը, որ ես սիրեմ ձեզ, դուք սիրեք, մենք բոլորը սիրենք իրար, կապ չունի ով է, Արցախի հայա, հայաստանցի հայա, սփյուռքա հայա, ռուսաստանցի հայա, ես չգիտեմ, էջմիածնցի, աբրանցի, բոլորը հավասար ու սիրելի պիտի լինեն մեկս մյուսի նկատմամբ, որովհետև մենք փոքր ազգ ենք, մենք պիտի այսպես իրար սիրենք ու պահենք, որպեսզի իրար պաշտպանենք եւ ամբողջ արժե համակարգը փոխենք, որպեսզի այսպես դեպքեր չլինի ոչ բանակում, ոչ հասարակության մեջ, ոչ դպրոցներում։ Ուրեմն մենք նորից տեսնում ենք, որ այս ամեն ինչը պետքա լինի կատարվի եւ հոգեվոր, եւ հոգեբանական, եւ դպրոցների, եւ հասարակության տարբեր շրջանակներում ու տարբեր ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ մեդիայի եւ հեռուստաընկերության միջոցով։ Ես առաջարկում եմ, որ ազգային ժողովում քննարկվեն հատուկ այսպիսի ծրագրեր, այսպիսի նախաձեռնություններ, հատուկ հայասիրության, հատուկ արժե համակարգի փոփոխության, հատուկ հոգեվոր արժեքները բարձրացնելու վերջի այս ազգին հավատքի բերելու ուղղությամբ, որպեսզի այսենց սատանայական, այս գողական, այս բարքեր, այս ամեն ինչը արմատախիլ արվի հասարակության մեջից։ Եվ ինձ որ ասում են ինչի համար ինձ նույնիսկ գալիս մարդիկ մոտենում են ասում են դու հոգևոր վիդեոներ մի արա, քեզի քաղաքականով են նայում, հոգևոր մի արա։ Ես գտնում եմ, որ այսօր այո արժե համակարգի խնդիր կա, շատ խորը խնդիր կա, ու բոլորը չգիտես ինչի խոսապում են այդ թեմայում խոսալուց, որովհետև վախենում են պիտակավորվելուց, վախենում են որ հանկարծ հոգևոր արժեքների մասին որ խոսեմ, որի հոգևոր արժեքների կրող հենց առաջին հերթին հոգեբանը Աստվածա, Հիսուսի ուսմունքն է, այսօր վախենում են խոսեն, որովհետև հանկարծ իրանց կասեն աղանդավոր, պիտակավորից վախենում են, ես չեմ վախենում, ես պիոներ եմ եղել շատ հարցերում, այս հարցում եմ պիոներ, օքեյ, ես առաջինը խոսում եմ, այո, պիտի հոգևոր արժեքները բարձրացվի, այո, պիտի մեծացվի եկեղեցու հոգևոր արժեք, ոչ թե ծիսակատարության, այլ հոգևոր արժեքների պրոպագանդայի այդ ուղղությունը եւ պիտի ուրեմն փոխվի մեր արժե համակարգը ժողովուրդ ջան, մենք պիտի լինենք օրինապաշտ ժողովուրդ, բարոյական բարձր նորմեր ունեցող ժողովուրդ, մենք էդի կրում ենք մեր գեների մեջ, այնպես չի էլի, որ չկա, կա, ուղղակի փորել հանելա պետք, որովհետև այնքան են կարծրացրել սենց փաթաթել բետոնի տակ 30 տարի, որ չի գալիս, այդ չի ծլում այդ ծնծաղիկները հասարակության մեջ, պետքա քանդել այդ բետոնը, պարարտ հող լցնել, որպեսզի մարդկանց այդ ծնծաղիկների պես այդ արժեքները դուրս գա ուղղակի եւ մենք սկսենք այդ ամեն ինչը տեսնել մեր սեփական աչքերով։ Սա է սրա լուծումները եւ նաեւ այստեղ ես գրել էի որ պետքա ծնողները չխուսափեն բարձրաձայնեն այդ խնդիրներից բարձրաձայնեք առանց վախենալու եւ հələ թող փորձեն ձեր երեխային ճնշեն որտեղ դուք բարձրաձայնում եք վաշտում կամ մեկի կողմից կարվող գործողություններ դրեք անոնիմնի ինչ որ մի հատ վարչություն որտեղ անոնիմնի մարդիկ կարող են ռեպորտ անել այս ամեն ինչը որպեսզի դրանով զբաղվեն իրավապահ մարմինները ռազմական ոստիկանությունը եւ այլն որպեսզի բացահայտվեն այս դեպքերը վերջի վերջո Հոգևոր ինստիտուտը պետքա վերանայվի, այո բանակում պիտի լինեն հոգևոր արժեքներ, ուրեմն քարոզող հոգևորականներ, որոնք սիստեմատիկ կտանեն այս աշխատանքը, որպեսզի արմատախիլ լինի այս չար բարոյական այս արժեքները մեր բանակի մեջից։ Հոգեբանական նոր ինստիտուտ պիտի ստեղծվի, քաղաքացիական մարդկանց կողմից, որոնց հետ զինվորը ավելի հանգիստ կխոսի, ուրեմն կատարվող խնդիրների Եվ դա պիտի լինի ամեն, այսպես ասած, բոլոր զինվորներին պիտի տանեն քննարկել, ունես չլինի մեկ ինչ որ գործ ատալի, հա գնաց գործ տվեց, որտեղ իրան տեսել ենք հոգեբանցա մեջ, բոլորը պիտի անեն էդի, ու տեղից պիտի հասկանան ինչա կատարվում վերջի վերջո, այս վաշտում, ով ումա նեղացնում ինչի համար, որպեսզի չի կարելի ընդհանրապես արմատախիլ անել
Այդ բանոթը չկա տենց բան էլի ցանկացած բանակում աշխարհի որ բանակը նայեք եւ ինքնասպանություն են լինում եւ սպանություն են լինում եւ այլն բայց կարելի է բերել դա մինիմալի անել ամեն հնարավորը որպեսզի արմատախիլ արվի այս արժեքները որպեսզի այդ ձևի հանցագործությունները կամ ինքնասպանության փորձերը բերվի ամենամինիմալ թվերի երկրորդ պետքա դնել կամերաներ այո պետքա նկարել պատահական ստուգումներ անցկացնել կամերաներ դնել թաքուն նկարել ինչա կատարվում ընդհանրապես բանակներում եւ Նաև հատուկ վարչություն ստեղծել, պատրաստել մարդկանց, հատկապես երիտասարդների շրջանում ներգրավել նրանք այս ծրագրերի մեջ, որոնք նրանք կզինակոչվեն հատուկ ինչ-որ խնդիրներ ունեցող, այսպես ասած, զինկոմիսարիատներ, որտեղ նրանք կգնան եւ այնտեղից կճշտեն, ով ինչա կատարվում, որպես սովորական զիրակոչի, կամ որպես սպա, կամ եւ այլն, որտեղ ուղարկվեն այսպես ասած աշխատելու եւ կբացահայտեն այդ հանցագործությունները ինչ է կատարվում։ Կհավաքեն, կհավաքագրեն փաստեր, կներկայացնեն ռազմական ոստիկանություն եւ գործ կհարուցվի եւ սպաների նկատմամբ եւ այդ զինվորների նկատմամբ, ովքեր ապրում են այս վարկու բարքերով։ Եվ սրա մեջ զապադլո չկա ժողովուրդ ջան, այո, որովհետև մարդու կյանք է սրանից կախված, մարդկային կյանք էր, որ զապադլո չի, որ ասես այս ինչը սխալ բան է անում, եթե այդ սխալ բանը հանկարծ կարող է հանկարծ, եթե քո երեխու գլխին չպայթի Քո հարևանի երեխայի գլխին կարող է պայթել, քո բարեկամի երեխայի գլխին կարող է պայթել այդ վտանգը։ Դրա համար պիտի բարձրաձայնվեն այս խնդիրները ամեն հարթակից եւ պիտի տրվեն սրան իրավական եւ քաղաքական եւ հասարակական գնահատականներ եւ այդ ուղղությամբ պիտի կատարվեն գործողություններ, որպեսզի սա վերացվի եւ բնականաբար պիտի վերաբացվեն բոլոր սպանությունների եւ ինքնասպանությունների գործերը վերաբացվեն, գտնեն հանցագործներին եւ պատժեն ամենախիստ ուրեմն օրենքներով Սա պիտի արվի, եւ պիտի արվի շտապ, եւ պիտի արվի մասսայական, որովհետեւ մենք այսօր ունենք Ադրբեջանի նման թշնամի եւ բնականաբար մեր բանակը պիտի լինի շատ դիսցիպլինայով եւ հիմնված բարձր արժե համակարգի վրա հայրենասիրություն, հայասիրություն, եղբայրասիրություն, որպեսզի մենք կարողանանք դիմադրել այս ուրեմն փորձություններին, որ հնարավոր է գան մեր ուղղությամբ, հնարավոր չէ, բայց պատրաստ լինելը ամեն դեպքում ուրեմն վատ բան չի։ Ես կարծում եմ, որ պետք է կառավարության ուշադրությունը սևեռել սրա վրա եւ կոնկրետ մարդկանց հանձնարարություններ տրվի, կոնկրետ ինստիտուտներ ստեղծվի եւ այս հարցը ամենախորքային ուղղությամբ ուսումնասիրվի եւ առաջ քաշվեն ուրեմն լուծումների ուրեմն ծրագրեր այս ուղղությամբ։ Բնականաբար ժողովուրդն պետք է համբերությամբ զինվի, քանի որ այս ամենը մի օրում չի կատարվել, մի օրում էլ չի լուծվելու եւ բնականաբար մենք պետք է կատարենք համբերատարությամբ զինվենք եւ օգնենք կառավարությունը ինչով կարող ենք, որպեսզի կարողանա հաղթահարենք այս փորձությունները, որ մեր առջեւ դրվում են։ Հիմա եկեք նայենք էլ ինչ փորձություններ են մեր առաջ դրվում։ Հանրահավաքը Այսօր հստակ արդեն երևում են ոչի շտաբը եւ այոյի շտաբը։ Խոսենք ոչի մասին, հա։ Բարգավաճը չի մասնակցելու հանրաքվեի գործընթացին։ Դե բնականաբար է, նորմալ է, ես չէի էլ սպասում, որ Ծառուկյանը, Քոչարյանի մոտիկը ու պարտները ու փայատերը պետքա որ ասենք մասնակցեր հանրահավաքի, ուրեմն գործընթացին։ Իրանք փորձեցին ինչ որ ձևով, այսպես ասած, բանակցությունների տանել այս ամենը եւ տողատակերով ինչ-որ օրենքներ սղծնեն, որ հետագայում կարողանան իրենց պարտներին պաշտպանեն, Քոչարյանին նկատի ունեմ, չանցավ, դե դրա համար իրանք էլ չեն մասնակցելու գործընթացին։ Խռովել են, այսպես ասած, էլի մենք խռովել ենք, չենք մասնակցում, որտեղ դուք մեզի չեք ուզում լսեք եւ ձեզ չենք կարում ներքաշենք մեր դավադիր ծրագրերի մեջ։ Նորմալ է ժողովուրդ ջան, սենց էլ պիտի լիներ։ Ոչի շտաբը ում հայտնի չէր, որ հիմա զարմանանք։ Դե ՀՅԴ-ն հին ծերակույտը հայտարարեց, որ ինքը բոյկոտում է։ Մինչև մանր-մուներ մժեղ մի երկու կուսակցություն էլ մի երկու հատ հասարակական կազմակերպություններ բոյկոտի բան են տանում։ Նորմալ է, դա էլ է նորմալ, բնական է, չէիր կարա սպասեիր, որ ՀՅԴ-ն կարող է համահայկական բանին, հանրաքվեին ասեր, բան, այո, ասենք իմ համար դատարանակ թվար, լուրջ եմ ասում, եթե իրանք ասեին այո, ես կասեի ուրեմն ստե մի բան է պլանավորած, որովհետև իրանք ուղղակի նորմալ իրանց պատասխանն են տվել։ Իմ համար համենայն դեպս նորմալ է այս իրավիճակը, որ այսօր կատարվում է, ես դա համարում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում, շատ ճիշտ։ Ու լավ է, որ այս ամբողջ մարդիկ հավաքվում են ոչի շտաբում
Եվ ցույց են տալի, այսինքն էսի կատալիզատոր է, որպեսզի բոլորին զտի ու մենք տեսնենք ով ինչ ձևի եւ ինչ ուղղությամբ է ուզում տանի այս ամեն ինչը։ Մի երկու հարցի պիտի բայց անդրադառնամ, էլի ամեն դեպքում սենց ոնց ասած ներվերս չի հերիքում, բայց քանի որ այսօր լավ օր է, երեխես էլ գովասանագիր է ստացել, սենց սիրահարների օր է, բան փորձեմ մի քիչ պոզիտիվ, մի քիչ հանգիստ, սենց բան անեմ, բայց դե ամեն դեպքում մի խոսքով մի երկու օկու պիտի տժժտնենք հիմա։ Լարիսա Ալավերդյան Ուրեմն մարդու իրավունքների չգիտեմ ինչը, յանի պաշտպանը, ուրեմն հայտարարում է, հանցագործություն ենք գործում ժողովուրդ ջան, եւ համեմատում է բան այս քաղաքական այս գործընթացը ադրբեջանցիների հետ։ Մի հատ հասկանանք էլի, ու էսի արվում է այն ֆոնի վրա, երբ որ ԵԱՀԿ-ն ընդհանրապես վերջերս, երևի այսօր կամ երեկ հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանական ուրեմն ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական։ Ու ասեց, քվյաթերթիկների լցոններ, կարուսելներ, այնտեղ ինչ է, գաղտնիության խախտում, ձեզ ինչ որ բան չի հիշացնում այս ամենը։ Ոնց թե չի հիշացնում։ 2018 թվականից առաջ կատարված բոլոր ընտրությունները եղել են ոնց որ Ադրբեջանի ընտրությունները, կարուսելներ, լցոնումներ, գաղտնիության խախտում, սպառնալիքներ, նույն ձև ոնց որ Ադրբեջանը։ Հիմա Լարիսա Ալավերդյան տենաս նոր է, գլխի վրա ինքը զարթն է ու հանկարծ մեկ է շփոթել է, հա, որ 2018 թվականից առաջ իր ժամանակ, որովհետև եկեք մի հատ հասկանանք ով է Լարիսա Ալավերդյանը։ Լարիսա Ալավերդյանը իմիջայլոց կընկնեք, բռնվեք չընկնեք, ծնվել է Բաքվում, Ադրբեջանում։ Okay, 43 թվին, 76 տարեկան տատիկը այսօր հոգեբանական զենք է օգտագործում ժողովուրդ ջան ձեր դեմ, որի մասին հիմա խոսալու եմ ու կհասկանաք ինչ նկատի ունեմ։ Ուրեմն ծնվել է Բաքվում, Ադրբեջանում, մոռացել է իր եկած բախտերը, ծառայել է ազգային ժողովում, որ աշխատել է ազգային ժողովում որպես պատգամավոր 2007-ից 2012 թվականներին Քոչարյանի ժամանակ, դե նորմալ է, պետքա որ Բաքվից եկածները, Ղարաբաղի խորհրդի անդամ ա եղել են ժամանակ, չգիտեմ, այդ մարդիկ էլի պիտի գային ազգային ժողովում պատգամավորն են Քոչարյանի ժամանակ, ու բնական է, որ այս մարդիկ միջև հիմա կապված են Քոչարյանի հետ ու պիտի որ դեմ գնան հանրաքվեին, որովհետև իրանց ոժդին այլևս չեն կարա սահմանադրական դատանով ազատություն շնորեն, այ դրա համար, ու հիմա Ալավերդյանի համար հիմա ինձ հետաքրքիր է էլի, այս Լարիսա Ալավերդյանը մոռացել է, որ իր քոչի ժամանակ, իր այդ կարիճի ժամանակ էր այս նույն ադրբեջանական մեթոդները գործում, լցոնումներ եւ այլն, որ այսօր արձանագրում է ԵԱՀԿ-ն, որ եղել է Ադրբեջանում։ Ինչ մի իրականության խեղաթյուրումը ես չեմ հասկանում, ներկայացնելով դա, որպես տեսեք, մենք Ադրբեջանն ենք նմանվում։ Սա հոգեբանական զենքատիկին ջան։ Եթե դու չես հասկանում, քեզ մանիպուլյացիային ենթարկել, որ դու այս հասարակությանը այս բանին հոգեբանական զենքով կրակես, ասեմ, որ հանցագործություն դու ես գործում, դու այս զենքը ժողովրդի նկատմամբ օգտագործելով։ Էլ ու մասին ուզում խոսայի, հայտ, Անդրանիկ Թևանյան, մի հատ ուրիշ կարկառուն հակա հեղափոխական մի հատ, այսպես ասած, կլոուն առաջ ընկավ, ուրեմն սա 7 օր AM-ի այդ խմբագիրն է, հակա հեղափոխական, հակա պետական այս բանը, որ լցված է, այսպես ասած, ժողովրդի դեմ պրոպագանդայով, ինչ է ասում սա, քաղաքագետ է, սենց ճակերտավոր քաղաքագետ է, ինչ է սա ասում հանրաքվեի համար։ Ասում է, որ, մի րոպե, սա հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական, ասում է, ենթատեքստեր ունի, գյուտ արել, էլի, ենթատեքստերն էլ իրանց կողմից այս ամեն ինչ, սա կասեմ ոնց, բայց դե իրանք այդքան բանը հասկանում են, դրա համար դնում են ու փոխում են, ասած սեղանը շուռ են տալի, ու ասում են իրանք են անում, այս հոգեբանական, քաղաքական, իրավական ու տնտեսական այս բանը, ենթատեքստերը, ու ինչ է ասում, ասում է խնդիր է դրված, չէ, մի րոպե, միջև էդ մի բան էր ասում, հա, ասում է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ասում է Իրան դատարանում ոչ ասող չկա, պարզվեց, որ կա այն էլ ՍԴ-ում, հիմա պետք է հարվածի, որ ցույց տա, որ ինքը ուժեղ է։ Բա,
Դե հիմա ոնց որ ասում են մի բռնի ու կատաղի։ Ուրեմն ինքն իր բերանով ասում է, որ ՍԴ-ի դատավորները այո կառավարության դեմ են գնում։ Իսկ ով այդ կառավարությանը դրե որպես կառավարություն, ժողովուրդը։ Այսինքն ինքը հաստատում է, որ այո, այսօր ՍԴ-ն հակառակը գնում ժողովրդի կամքին։ Այս մարդը ինքնա խոստովանություն են անում, այսպես ասած, էլի, բայց ուզում են նենց ներկայացնեն, որ տեսեք ինչ վատ բաներ, փիս բաներ կատարվում հիմա։ Ու չեն հասկանում, որ ախր հասկացող մարդը կդնի կասի ախպեր ջան, ես ում ես ուզում հարիվ ցնես։ Այս ինչ մուտիլովշիկ ասե, մուտիլովկեք ասե։ Հետո ասում է, խնդիր է դրված մեկ անձի շուրջ բռնապետության ռեժիմ սարքել։ Ինչպես ասում է մահմեդական եւ աֆրիկյան երկրներում։ Ախպեր, էսի ոնց որ իսկականից հոգիբանի ամնեզիայով տառապեն այս մարդիկ։ Այս ժողովուրդ ախր այդ մի անձի շուրջ ձևավորված այդ բռնապետությունը արդեն տեսել է։ Հենա Քոչարի վախտով, հենա Սերժի վախտով։ Դուք ում եք ուզում հարիվ ցնեք, դուք ում եք ուզում հոգեբանական զենք գործադրեք, մարդկանց հիասթափեցնեք, մարդկանց միտքը փոխեք, մարդկանց կամուկացի մեջ գցեք։ Սա հոգեբանական զենք է, որ էլի օգտագործում ենք։ Ախր չեք հասկանում, որ էս էլ հո 20-րդ դար է, ամեն ինչը սիրուն դրած կանանք հիշացնենք ձեզի, մի անձի շուրջ ձևավորված բռնապետությունը երբ է եղել։ Էն էլ մահմեդական եւ աֆրիկյան երկրների պես։ Լուրջ Այսօր ձեր իշխանության, այդ որ պաշտպանում եք, այդ խերոսի իշխանության ժամանակ են, այդ խերոսների, որտեղ միակ չեն, շատ են։ Իրանց իշխանության ժամանակ են մահմեդական երկրների պես երեխեքին ծախել։ Human կանանց ծախել ստրկության, սեքսուալ ստրկության։ Ում եք բերել, ինչ եք համեմատում ախր, ինչ եք խեղաթյուրում իրականությունը, ինչ եք ուզում այս ժողովրդին գցեք հոգեբանական այս զենքի այս ուդարների տակ։ Հերիք ինչ եք տվել այս ժողովրդիկ չեք կարում առնեք, չեմ հասկանում։ Ասում է, բոլշևիկների քաղաքականություն են վարում։ Բոլշևիկները սոցիալիստներ են, հավասարություն են ուզում բոլորի համար։ Հենց չէ որ աշկից լուսնեն, բայց գոնե մի քիչ հասկանանք, էլի կորիզը ինչ էր։ Կորիզը բոլորին հավասարություն էր։ Այս պահի դրությամբ մի քիչ չի խանգարի մեզի այդ սոցիալիստական բարքից, որովհետև ձեր ժամանակով իշխանությունը բաժանել եք հարուստների եւ աղքատների, չկա միջին խավ։ Վերացրել եք միջին խավը։ Իսկ այսօր ցանկացած տնտեսագետի դրեք հարցրեք, աշխարհի որ երկրից ուզում եք, դրեք հարցրեք, չկա հասարակություն, եթե չկա միջին խավ։ Այն հասարակությունը, որ չունի միջին խավ կամ ունի շատ քիչ միջին խավ, դատապարտված է պատերազմների, ներքին ընդվզման, ես չգիտեմ, տնտեսական ճգնաժամերի, քաղաքական ճգնաժամերի։ Դրեք հարցրեք կիմանաք։ Բա պետք է որ այս հասարակությունը մի քիչ միջին խավ ունենա։ Եթե դաժե տենց է, բայց ասենք բոլշևիկյան ես չեմ հասկանում, ինչ կապ ունի ներկա կառավարությունը, որ լրիվ գնում է մարդու իրավունքների բանի վրա, ոչ թե բոլշևիկների հետ։ Այսինչ զենքեր եք դուք օգտագործում ժողովրդի դեմ։ Հետո վերջացնում ասելով Հանրակրվեին դրվել է հարց, թե համաձայն եք, որ տնտեսական ձեր եւ չէ, բանը ձեր եսը տնտեսական հարցերով կներեք։ Ասում է հանրակրվեին դրվել է հարց, թե համաձայն եք, որ ձեր եսը եւ պետությունը դրվի մի մարդու քմհաճույքի տակ։ Ինչ որ եղել է այն ժամանակ, էլի, հիմա ուզում են վերագրել իբր թե հիմա է։ Եվ գիտեք ինչ այլ ասում արդյոք համաձայն եք, որ մի մարդու բռնատիրության ռեժիմ ստեղծվի, նայեք ոնց են ձեզ ենթարկում հոգեբանական ճնշման ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, ու ասում է, արդյոք նայեք, այստեղ է արդեն շանգլուխը թաղված, այս նախադասության մեջ, նայեք ինչ ասում, արդյոք համաձայն եք քայլել 4 ոտքով, քան թե 2-ով։ Նորից ժողովրդին համեմատում են անասունի հետ։ Այս սա եք դուք, էսա ձեր պատկերը։ Վայ, հետ տամ ես ձեր պատկերի վրա, իսկականից որ արդեն։ Ասում եք հանրապետության, Հայաստանի հանրապետությունը աֆրիկյան եւ մամեդական երկրների պես է։ Չկա այսօր բռնություն Հայաստանում։ Ոնց որ ձեր ժամանակ։ Այգեք համեմատենք էլի։ Մարտի 1-ին սպանեցիք մարդկանց։
Սասնա ծռերի շարժման ժամանակ սարի թաղում զենքեր օգտագործեցիք, մարդկանց աշկ հանեցիք ու այրվածքներով հիվանդանոցներ տվիք հարավորների։ Նույն բանն արեցիք հեղափոխության ժամանակ, երբ որ էլի բոմբեր գցեցիք մարդկանց վրա։ Այսօր մի հատ ցույց տվեք, ցույց, մի հատ, որտեղ ուժ է կիրառվել։ Մի հատ, որտեղ մարդկանց տարել են, աշկ են հանել, ոտ են ջարդել, տարել են քաղմասներ ծեծել են։ Մի հատ ցույց տվեք։ 2018 թվականին ինչ հեղափոխություն եղել է, ինչքան ցույց ասես հանեցիք մեջտեղ ոտի։ Էլ տաքսիստներին հանեցիք, երթուղայիններին հանեցիք, մստավաճառներին հանեցիք, ուսանողներին այդ ձեր դաշնակիցները, էլի, հանեցիք։ Դուք հելակ, դաշնակներ իրար հերթին ցույց արեց, քոչայանականներ իրար հերթին ցույց անում։ Մի հատ ցույց տվեք բռնություն, որ բոմբ են ձեզ հանդեպ օգտագործել, խփել են ձեզ սնայպերով։ Մի հատ ցույց տվեք, էլ որտեղ եք տեսնում դուք նոր կառավարության եւ աֆրիկյան կամ մահմեդական երկրների միջև կատարվող այս նմանությունը։ Իսկ կարող է երազեք տեսել, տեղերը շփոթել եք, 2018 թվականի առաջվանը հիմա այտենց երազից նոր եք զարթնել, էլի։ Նոր է այդ էֆեկտ տալիս վրեքներդ։ Չկա թալան, ցույց տվեք մի հատ թալան։ Թալանը ձեր վախտով է կատարվել։ Փոքրամասնությունների հանդեպ չկա ոչ մի բռնություն, որտեղ դուք փոքրամասնություն եք։ Դուք այսօր փոքրամասնություն եք։ ՀՀԿ-ականներդ, քոչարյանականներդ, բոլոր այս լրիվ հակայես հեղափոխական այս մասատ, դուք փոքրամասնություն եք։ Մի քանի 100 հոգով մի 100,000-ի շուխուռ եք անում, բայց դրանից ձեր թվականակը չի փոխվում։ Մեկը դուք էլի փոքրամասնություն եք։ Բայց ուզում եք այնց ներկայացնեք, որ դուք մեծամասնություն եք ու ձեզ բռնության են ենթարկում։ Ուր այ ախպեր ջան, ցույց տվեք։ Դուք իսկական վտանգ եք այս պետությանը, բառից բունի վաստով։ Ու տեսանք մենք Իսրայելի եմ ասում, Իրանի Հանրապետության հետ ոնց էիք արդեն երկիր խառնում իրար։ Այդքան վտանգավոր եք դուք, բայց այդքանով անդրծելի սաղը ազատության մեջ եք։ Բռնատիրական պետություններ սաղը պետք է այսօր նստած ըլնեիք, որպես հակապետական գործիչներ, որպես միլիոնավոր մարդկանց վտանգի տանող գործիչներ, որպես միլիոնավոր մարդկանց վրա հոգեբանական զենքեր օգտագործող գործիչներ։ Մի զանգ եկին, ժողովուրդ։ Համեմատում եք չորքոտանի կենթանիների հետ ժողովրդին, որն այսօր ընտրել է, հեղափոխություն արել, այսօր նոր կառավարություն է դրել։ Էսի արվում է ձեր նման Թևանյան էր ինչ էր, դրա նման ասած տողատակերով, յանիմ 4 ոտով եք ուզում քայլեք, թե 2, արվում է հստակ բացարձակ ասելով, երբ որ մարդկանց ասում են դուք ոչխար եք, դուք զոմբի եք, դուք էս եք, արվում է նկարներով, նկարներ եք դնում, իբր թե այո գնացողները սմբակներով են քայլում, ոչին գնացողը մարկային կոշիկներով, արվում է այսօր մեդիայով, երգերով, էսի հոգեբանական ստրատեգիկ զենքեր են, իսկական զենքեր, որոնք օգտագործվում են ժողովրդի նկատմամբ։ Ինչ է իրանից ներկայացնում հոգեբանական զենքը, եկեք խոսանք հոգեբանական զենքերի նկատմամբ, որին այսօր ենթարկված է ցանկացած քաղաքացի, այլ 1400 հոգի ինձ հիմա նայում է, ձեզանց յուրաքանչյուրը ենթարկվում է այս հոգեբանական զենքին, ձեր դեմ պատերազմ են հայտարարել ու ձեզ կրակում են աչուձախ ու դուք չեք զգում այդքանը, որովհետև դրա մասին ասող չկա, այսօր եթերներով ոչ մեկ սրա մասին լուրջ ուսումնասիրություն չի անում, ասում Ժորժ ջան ուշքի եկեք, ես եմ ասում հիմա, Okay, ինձից հետո լիքը մարդիկ թող գան ու էսի տանեն լուրջ ուսումնասիրություն անեն ու բերեն ասեն էսի ոնց է։ Ես այսպես ասած ցրցանը տալիս եմ, սերմերը գցում եմ։ Արեք էս հետազոտությունը, որովհետև շատ կարևոր է այս հիբրիդային պատերազմը, այս կիբերային հանցագործությունները, այս հոգեբանական զենքերը, որի տակ այսօր ռմբակոծում են Հայաստանի ժողովրդին ու ոչ միայն Հայաստանի։ Նույն բանը կատարվում է հայկական համայնքներում։ Նույն բանը։ Իմիջայլոց ինձ հրավիրել են ART-ի հեռուստաընկերություն 3 շաբթի օրը բումերանք հաղորդման շրջանակում Գևորգ Եղիազարյանի հետ ես ուզում եմ որ այո հեռուստատեսություն խոսամ ես դրա մասին որովհետև սրա զոհն է նաև մեր ամերիկյան հայությունը մեր community անդամները ու իրանք պետքա զգուշացված լինեն որպեսզի զգուշանան ես կդնեմ այդ ինտերվյուն եթե ինձ տան վիդեոն ես կդնեմ անպայման ու դուք կտեսնեք
Հիմա ինչ է իրանից ներկայացում հոգեբանական զենքը, այն շատ վտանգավոր է, ինչիա վտանգավոր, որովհետև չկա կոնկրետ թշնամի, քո կոնկրետ թշնամին սուտ լուրերն են, ֆեյքերն են, նկարներն են, միդիան է, ասենք երգերն են, էլի ֆեյք էջերից հրապարակված, չկա կոնկրետ մարդ, որ գնաց վզից բռնես, ասես դու դատապարտվում ես որպես պետական դավաճան, որովհետև դու հոգեբանական զենք ես օգտագործում ժողովրդի նկատմամբ, չկա կոնկրետ թշնամի, ով էլ կա չես կարա հաստատես, կասեն ֆեյք է, մենք չենք, կասեն ու կքաշվեն, կասեն բռնություն եք բանանում ընդդիմության նկատմամբ, դրա համար ինքը շատ վտանգավոր է, շատ, հիմա ոնց է օգտագործվում մարդկանց բարոյական և հոգեբանական ճնշման ենթարկելու միջոցով և հիվանդացնում են հասարակությանը նրան շփոթության մատնելով, նրան վախերի մեջ պահելով, որպեսի ինչի համար են դա անում, ինչ են շահում դրանից, որպեսի առաջացնեն շփոթմունք ու քաոս, որպեսի մարդը չկարողանա ինքը վստահ իր որոշման վրա վստահ լինի, երկրորդ անգամ մտածի, բայց կարողա, ու այդ բայց կարողանալով թուլացնեն հասարակությունը, պառակտեն հասարակությունը, որպեսի ֆիզիկապես հարձակվեն, սրա համար են անում, հող են նախապատրաստում, հոգեբանական զենքերը միշտ է օգտագործվել, հարյուրավոր տարիներ, հիմա առավել ևս, քանի որ հիմա կան մեդիա, կա Facebook, կա հեռուստատեսություն, կան սայթեր եւ այլն։ Հիմա այն ավելի վտանգավոր է, քան երբևէ։ Տեխնիկական դրսևորումները ինչպես է կատարվում, կեղծ լրատվություն, սպառնալիքներ, իրականության խեղաթյուրում, իրականությունը ներկայացնելով այլ ձևով։ Հիմա եկեք օրինակներ, էլի մի երկու օրինակով ասեմ ավելի պարզ կդառնա։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որպեսի ամերիկյան զինվորներին, ես ամերիկյանն եմ նայել, ես համոզված եմ, որ Հայաստանի մեջ էլ է կատարվել այս ամեն ինչը։ Մի հատ ուսումնասիրեք Հայաստանին է, որտեղ ես այդտեղից ինֆորմացիա չունեմ, չկա տենց ինֆորմացիա ինտերնետում։ Չկա, չեն պահում։ Բայց Ամերիկայով ես ձեզ բացատրեմ, դուք իմացեք ինչ այans ներկայացնում ես հոգեբանական զենքերը։ Առաջինը դա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ ամերիկացի զինվորները գնացել են, կռվել են, ոչ մի գերմանացիների դեմ եւ այլն, գերմանացիները վերևից բերե սամալյոտով թղթի կտորներ են գցել, սենց գիշերով թաքուն եւ այլն։ Առավոտը զինվորները եկել վերցել են ինչ ա գրած եղել, որ ձեր կանայք ձեզ դավաճանում են։ Փաստերով, բաներով, ձեր կանայք Ամերիկայում թողը գնացել եք, իրանք ձեզ դավաճանում են։ Ինչի համար են արել, որպեսզի կոտրեն զինվորի հոգեբանությունը, զինվորին կոտրեն, որպեսզի կարողանան ֆիզիկապես հարձակվելու ժամանակ այդ զինվորը հոգեպես պատրաստ չլինի կռվի իրանց դեմ։ Այս սրա համար են արել։ Օգտագործվել են այն ժամանակվա մեդիան, էլի, քանի որ չի եղել հեռուստատեսություն, սոցիալ մեդիա եւ այլն, լիստովկիկ են բերևից գցել։ Հիմա նույն բանը անում են մեդիայով, ուզում են նույն ձև կոտրեն մեր զինվորներին, կոտրեն մեր հասարակությանը, կոտրեն մեր հասարակության ողնաշարը, այն մարդիկ, ովքեր այսօր միասնական հեղափոխություն են արել, իրանց հոգեբանորեն ուզում են կոտրեն։ Ասում են ոչխարներ եք, ասում են զոմբիներ եք չեք ջոգում, adekvat մարդիկ մենակ ոչ կքվյարկեն, մենակ ոչխարները այո կքվյարկեն, ինչի համար են այս ամեն ինչ անում։ Այո, որպեսզի կոտրեն հոգեբանորեն այդ մարդուն, այդ ողնաշարը կոտրեն, այս պետությունը ինչի վրա որ հիմնված է այսօր ու գնում է ճիշտ ուղղությամբ։ Էլի, ստեղ նույն բանը այսօր նաև անում են վախերի ներշնչումով, այս ստրատեգիան է օգտագործվում, նույն բանը անում են այսօր վախի մեջ պահելով հասարակությանը, Արցախի հողերը հանձնում են, բայց որ ասպես փաստը բեր չկա, բայց իրականությունը խեղաթյուրում են այսօր։ Հոգեբանորեն ուզում են կոտրեն մարդկանց, խուճապի մեջ գցեն եւ Արցախի, եւ Հայաստանի։ Եվ այնքան իրանց համար թքած մարդը խուճապից խուճապահար լինեն, մարդկային զոհեր գնան, իրանք լիժբը կոտրեն, լիժբը շփոթության մեջ գցեն մարդկանց, որ ֆիզիկապես հարձակվեն։ Իսկ մենք ունենք արդեն այդ փաստը, որ սրանք պատրաստվել են հարձակվելու, սրանք ուզում էին Վանեցյանի միջոցով հեղաշրջում անեն, կարող է մոռացել ենք։
Երկրորդը Հիտլերն էր օգտագործում այդ մեթոդը։ Ռադիո եւ այլով իրան ներկայացնել որպես աստված։ Ամբողջ ռոպագանդան, որ ինքը ինչպեսի լավ ոժդա ու ինքը աստված ու ինքը ամենակարողա գերմանական զորքը աչուձախ բրտում մենք հզոր ենք մեզ հասնող չկա մենք արիական ցեղ ենք։ Ինչի բերեց դա։ Միլիոնավոր զոհերի բերեց դա ամբողջ աշխարհում այս հոգեբանական զենքերը շատ վտանգավոր են շատ ու պետքա կանխվի այսպիսի գործողությունը ցանկացած հասարակության հանդեպ կարող է գերմանացին ասենք բոլորը բարոյազուրկ մարդիկ էին բոլորը տենց ապուշ հետևեցին Հիտլերին ոչ շատ կրթված մարդիկ էին շատ զարգացած քաղաքակրթություն էր Գերմանիայում բայց մանիպուլյացիայի ենթարկվեցին չկարողացան պաշտպանվել Նույնը չեմ ուզում որ լինի այսօր Հայաստանում Մենք պիտի պատրաստ լինենք մենք պիտի հասկանանք ինչա կատարվում Առաջին հերթին պիտի հասկանանք գիտակցենք ինչա կատարվում որ հասկանանք սրա լուծումը բալա որն է Առաջին քայլը հասկանալուց է սկսում Եվ սրա մասին պիտի խոսվի այսօր եւ եթերներով, եւ սոցիալական կայքերում, եւ բարձր մակարդակներում, եւ ազգային ժողովում, այո պիտի խոսվի սրա մասին, որպեսզի քայլեր ձեռնարկվի Օրինակ, երրորդ մեթոդը ամերիկյան ուրեմն բանը զորքը ոնց էր օգտագործում այս հոգեբանական զենքը, ասեմ ոնց, դրոշները տանում ուրիշ տեղ էին դնում ու սխալ տեղեկություններ էին տալի ռացիաներով, գերմանացի կեչում էին ընդ որ ամերիկացիքի վրա հարձակվեն, իրանք ստից մետևից խփում էին գերմանացիքին։ Էդ էլ է հոգեբանական զենք։ Ստրատեգիա չէ, բայց հոգեբանական զենք է, որ իրականությունը ներկայացնում է այլ ձև ու հարվածը ուրիշ տեղից է գալի։ Հիմա նույնը այսօր են անում։ Այսօր են անում, ասում են զենք է բանը Արցախի հողերը հանձնում է այսօր կառավարությունը, բայց փաստ չկա, իսկ փաստը այն է, որ իրանց նույն ՀՀԿ-ի օրը, որ այսօր դրա մասին վնգստում է, իրանք են հանձնել 800 հեկտար հող։ Ոչ ստրատեգիական հողեր, ոնց որ իրանց ոժդը ասեց։ Փաստը դա է, բայց իրականության խեղաթյուրում է այսօր կատարվում։ Սա հոգեբանական զենք է, որ օգտագործվում է մարդկանց վրա, որպեսզի մարդկանց շփոթմունքի մեջ, վախերի մեջ գցեն, որպեսզի ֆիզիկապես նորից հարձակվեն, ոնց որ արել են, քանի տարիների ընթացքում վախերի մեջ մարդկանց պահելով ու հարձակվելով մարդկանց վրա, բարոյապես նրանց ոչնչացնելով, նրանց հոգեպես ոչնչացնելով, նրանց մտայնակայնությամբ ոչնչացնելով, եւ TV-ներով, եւ մեդիաներով, եւ քաղաքականապես, եւ իրավական դաշտում ամենտեղ Նույն հոգեբանական զենքերով Հիմա նորից են նույն հոգեբանական զենքերով կռվում է ժողովրդի դեմ Ոնց հասկանալ, լավ, ոնց հասկանալ, որ դու մանիպուլյացիայի ես ենթարկվում Արդյոք ոնց հասկանալ, քեզ հրամցրածը ճիշտ է թե ոչ Եկեք մի հատ դետել էլի թեթև մի հատ քննարկենք Առաջինը վախերն են ներշնչում Պետք է հասկանաս, արդյոք սա ճիշտ է, նայեք այդ զգացմունքներին, որոնք ինձ ձեր մեջ առաջացնում են։ Ինչ զգացմունք է այդ քո կարդացածը առաջացնում, ինչպես ես դու դրանից հետո քեզ զգում, եւ արդյոք քո զգացածը իրականության հետ որևիցե աղերսումի թե չէ։ Այսինքն պիտի մի հատ վերլուծես։ Ցանկացած քաղաքացի այսօր հայ, կապ չունի Հայաստանի քաղաքացիա թե Սփյուռքում, Պիտի մի հատ վերլուծի, արդյոք այս ինչ որ ասում են ու իրա տեսածը համապատասխանում է իրականությանը։ Արդյոք սա ճիշտ է թե մանիպուլյացիա է։ Այսօր հակահեղափոխական լիքը ուրեմն բան է կատարվում, ինչ են ասում, ռոպագանդա կատարվում։ Ու հեղափոխությանը մասնակցած մարդիկ, որ սիրտ ու հոգի են դրել հեղափոխության մեջ, ասում են, բայց կարողա սխալ էր, բայց կարողա չպիտի գնայիս հեղափոխությանը մասնակցեի, բայց կարողա ու սկսում են կասկածի տակ ընկնել, ենթարկվում են հոգեբանական զենքի ազդեցությանը։ Ու իրանց մոտ խեղաթյուրվում է իրականությանը, այն իրականությունը, որ իրանք են ստեղծել, իրանց մոտ սկսում են կասկածի տակ դնել, արդյոք իրանց այս նոր ասածը չի իրականություն, թե այն էր իրականություն։ Ու եթե դու տրվում ես դրան, քեզ սպանեցին հոգեբանական զենքով, ուրիշ արձանագրեցին քո մահը, սենց ասեմ։ Վախերը Արդյոք իմ վախը իրական է, իրականության հետ որից աղերսումնի թե ոչ։ Ինչ են ասում վախերի համար, ասում են հեսա տես ձեզ ինչ ենք անելու, ինչ եք անելու,
Ձեզ ինչ որ պետք է արդեն արել են 2010 թվին։ Ոնց որ բռնես կռվի մեջ գնաս, փողոցում մեկ էջ կռվի մեջ մտնես, 10-ից բոքսես, քիթը մտնի ներս այն կողմից դուրս գա, ինքը վրեց էս լրփացած մատ թափտա, ասի, տես ինչ եմ անելու այս մատով։ Այդ մատը դեռ սիրուն։ Հիմա ոնց որ ասում են, կվոլորեն գտնենք ջեբդ, ոնց որ Յոժա ասեց։ Ինչ պետք է անեք, Ինչ կարաք, որ ինչ անեք։ Միջև հոգեբանորեն այս ժողովրդին դուք չկոտրեք, դուք ոչ մի բան չեք կարող անեք։ Իսկ այ հոգեբանորեն ձեզ կոտրել իմ նման մարդիկ չեն թողելու։ Իմացեք էդի։ Կամ էլ ինչ են ասում, Արցախի հողերն են հանձնում, հայ հասեք։ Դուք եք հանձնողները։ Այս կառավարության մեջ հանձնողներ չկան։ Լինեն, իրանց դեմ էլ կխոսամ ես։ Մեղքի զգացողություն են տալիս մարդկանց, գցում են մեղքի զգացողության տակ։ Օրինակ ինչ են ասում, նոր կառավարությանը, ձեզ Նիկոլ Փաշինյանը մասնակից դարձեց հանցագործության, որի պատգամավորը մտածի ասի, կարողա ճիշտ են ասում, կարողա պիտի այդ հանրաքվեի համար ես այո չասեի։ Նույնը անում են ժողովրդի նկատմամբ։ Լարիսա Ալավերդյանի բերանով էլի, դուք հանցագործություն եք գործելու, սա հանցագործություն է պետության նկատմամբ։ Իրոք Ուրեմն հանցագործությունն է ժողովրդի կարծիքը հարցնելը։ Հանցագործությունն է ժողովրդավարական բարքեր առաջ բերելը քաղաքականության մեջ առաջին անգամ։ Ասում են ժողովուրդ ջան, ինչ եք ուզում անեք։ Էդ էլ անենք։ Համաձայնեք սահմանադրական այս բանի փոփոխություններին, թե ոչ, կամ այո կամ ոչ։ Իրանք էլ կիմանան, այս ուղղությամբ գնան, թե ուղղությամբ դուք խի եք ընկել էքստազի մեջ, չեմ հասկանում։ Վախենում եք, որովհետև ձեր վախերն եք արտահայտում։ Իսկական մարդը, adekvat մարդը շատ լուրջ հասկանում է ինչա կատարվում ու այսօր գնալու այո է ասելու հանրաքվեին։ Մեկ անգամ եւս ձեզ ապացուցելու, որ դուք արդեն մումիա եք եւ ձեր տեղը դամբարանում է Լենինի կողքը։ Ձեզ վերադարձ այլևս չկա։ Ու ոնց որ ժողովուրդը եղել է միասնական ու եղել է դեպի հզորացման Հայաստանի համար կանգնած միջև վերջ, տենց էլ մնալու է։ Ու ոչ միայն Հայաստանի քաղաքացին, Սփյուռքից էլ են լիքը մարդ գալու, ովքեր որ Հայաստանի քաղաքացին մեկ անգամ եւս գալու են ու այո են քվեարկելու։ Որովհետև այս հասարակությունը, այս ժողովուրդը արդեն գիտի ստեղի հանցագործներն ովքեր են, ու ովքեր են այսօր այս ժողովրդի հանդեպ հանցագործություն գործողները, ու ոնց են այդ հանցագործները ընկել էքստազի մեջ, որպեսզի չնստեն, եւ սահմանադրական դատարանը պահեն իրենց որպես վերջի խրամատ։ Ասում է Թևանյանը, էսի քաղաքական է, իհարկե քաղաքական է, որովհետև դուք եք սահմանադրական դատարանը քաղաքականացրել։ Ձեր քաղաքական մեծամասնական ՀԿ-ի ձեռով անօրինական տարբեր իրավական օրենքներ խախտելու միջոցով է հայտնվել սահմանադրական դատարանում Հրայր Թովմասյանը։ Դրա համար էլ այս հարցը այո քաղաքական է, ու քաղաքականը ոչ միայն դրա համար, այլ նրա համար, որ ինքը հայտարարեց, որ էսի իր խրամատն ու ինքը պիտի պաշտպանի։ Խրամատներ պետության մեջ, ժողովրդի մեջ, դեմա տեսեք խրամատը ոնց է լինում։ Հանրաքվեով այո քվեարկողները ձեր համար խրամատներ են փորելու Ադրբեջանում, որտեղ ձեր տեղը ընդեղ է, որտեղ ձեր պատերազմը ժողովրդի դեմ է։ Մեղքի զգացումի տակ են ուզում ժողովրդին գցել, հանցագործայք, որովհետև իրավունք չունեք դուք հանրաքվեով ձեր կարծիքը ասեք։ Դուք հանցագործ եք ուրեմն, եթե ձեր կարծիքը ասում եք։ Հարգելիները սահմանադրությունն է ժողովրդի համար, որտե ժողովուրդը սահմանադրության։ Ինքն է որոշում իր ճակատագիր իր պետության մեջ։ Հանգիստ նստեք տեղներդ։ Գոյություն ունի լուցիֆերական էֆեկտ հոգեբանության մեջ, լուցիֆերական էֆեկտ։ Ինչ է իրանց ներկայացնում լուցիֆերական էֆեկտը։ Այն որ երբ որ մարդու մեջից հանում են իր հյումանիզմը, այսինքն իր մարդկայնությունը իր մեջից հանում են ու համեմատականներով ուրիշ առարկաների հետ են համեմատում։ Որպեսզի երբ որ դու նայես այդտեղ, դու տեսնես, ասենք, ամբոխ, զոմբիներ,
Ոչխարներ, մարդ չեն իրանք, էլի։ Եթե դա անում են ինչի համար, որպես երբ որ կրակին ես մարդկանց վրա, հանկարծ խղճի խայ չունեն որ մարդ են սպանել, իմ զոմբի են սպանել, գերեզմանից դուրս եկած զոմբի։ Էսի կոչվում է լուցիֆերական էֆեկտ հոգեբանության մեջ։ Երբ որ մարդկանց մեջից այդ մարդկային այդ բնույթը հանում են առարկայի հետ համատելով։ Սա հոգեբանական զենք է, կոնկրետ անուն ունի, լուցիֆերական էֆեկտ։ Գնացեք ռեսերչարեք, տեսեք իրանց ինչ ներկայացնում։ Լուցիֆեր մի բանի էֆեկտյան որ լուցիֆերական լինի, ու օգտագործվի ժողովրդի նկատմամբ հաստատ լավ բան չի, ժողովուրդ ջան։ Համոզված եղեք, հաստատ լավ բան չի։ Մյուսը gunlight էֆեկտն է։ Gunslight հոգնակիով։ Gaslight էֆեկտը ինչ է ասում, երբ որ դու մարդուց վերցնում ես իր ազատ ընտրության այս իրավունքը, հա, ոնց ես անում էդի, ասենք իրան թողում ես, որ ինքը սկսի կասկածել իր որոշումների մեջ։ Ինչ որ ինքը վստահ է, դու բերում ես այնց բաներ ես անում, որ ինքը սկսի կասկածել, շփոթմունքի մեջ ընկնի ու պարակտվի հասարակությունը, կամ այդ ընտանիքը, կամ որտեղ որ օգտագործվում է այսի։ Դա կոչվում է Gaslight էֆեկտ, ունի կոնկրետ անուն հոգեբանության մեջ։ Գնացեք նայեք, ու այս ամեն ինչը այսօր ամեն օր օգտագործվում է ժողովրդի նկատմամբ։ Մենք բոլորս, ես էլ ձեր հետ ենթարկվում ենք այս հոգեբանական ուրեմն զենքերին։ Ես էլ մի քիչ ավելի շատ, ու իմ նման մարդիկ։ Որտեղ մեր դեմ էլ մեզի մարմնավաճառ են հանում, էլ մեզի սպառնում են մահվանով, այդ ամեն ինչն էլ է հոգեբանական զենք։ Մարալի մարդուն, հոգեբանորեն մարդուն վերացնելու համար։ Ինձ սաղորը տանգով կրակում են։ Ձեզ էլ են ախր կրակում, այդպես զենքերը ձեր նկատմամբ են օգտագործում։ Ճանաչեք ժողովուրդ ջան, մի կորցրեք այս հնարավորությունը։ Ձեզ ապրելու, բարոյական նոր արժեհամակարգ ստեղծելու նոր հնարավորություն է տված։ Մի կասկածեք։ Այն, որ դուք ունեցել եք, ոչ մեկ չի ունեցել։ Այն, որ դուք ունեցել եք, ոչ մեկ նախկին բոլոր այդ իշխանությունից չի կարացել ձեր մեջ էդի ստեղծի, այդ միասնականությունը։ Դու այս կառավարությունը, եթե ուզում եք իմանալ ինքը, ուղղակի ոնց որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց։ Սա ազգային վերապրում է, վերածնունդ է, որը աստվածային է։ Սա աստվածային միասնություն էր։ Աստվածային ծրագիր ու պիտի պաշտպանեք սա։ Ամեն գնով։ Մեզ հնարավորություն է տրված։ Այո հանրաքվեին։ Մասնակցություն անպայման ու այո հանրաքվեին։ Սփյուռքից բոլորը պիտի գնան ու այո քննարկեն հանրաքվեին։ Ու անպայման այս ամենի շուրջ շատ խոր ուսումնասիրություն պիտի կատարվի, շատ խորը։ Եվ սրա մասին պիտի անընդհատ բարձրաձայնվի, որպեսզի մարդիկ սկսեն հասկանալ։ Վերլուծեք, ձեր տեսած, ձեր լսած տեղեկությունը ինչ զգացմունք դրա ձեր մեջ առաջացնում։ Արդյոք ձեզ վախ է ներշնչում, արդյոք ձեզ մեղքի զգացումի տակ է գցում։ Արդյոք ձեզ ստորացնում է, ստորացումն էլ է հոգեբանական բան, որ ասում են ոտերներս ձեր վրա պետք է սրբենք։ Սա էլ է հոգեբանական զենք։ Ստորացումներ, մեղքի զգացում, վախի զգացում, մարդկայինությունը մարդու մեջից հանող բարոյական հարվածներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Խոսեք սրա մասին, վերլուծություններ արեք, պետական մակարդակով, պետական ապարատում հասկացեք ինչ ընդհանրապես կատարվում։ Այս ժողովուրդը իրոք մեղք կա, շատ։ Մենք էլ ենք մեղք, հոգնում ենք ախր, ես գործ ունեմ, տուն ունեմ, տեղ ունեմ, ես ինչի պիտի իմ ժամանակը դնեմ, ձեր գործը ձեր համար անեմ։ Արեք էլի, ես էլ հանգիստ իմ համար ես Facebook-ը փակեմ գնամ համար հանգիստ ապրեմ իմ կյանքով։ Հոգեբանորեն շատ ուժեղ պիտի լինեք, ժողովուրդ ջան։ Ես իրոք զարմացած եմ իմ հոգեբանական այս ուժի վրա, էլի աստվածային է, փառք քեզ Աստված ջան, որ ինձ իմ նման մարդկանց այսենց ուժեղ է սարքում այսօր, որ այսօր ձեր համար պայքարում են։ Առանց որևիցե շահի, առանց ոչ պաշտոնի, դրամական շնորհի, առանց ոչ մի բանի, պրոստը նրա համար, որ ձեզ սիրում են։ Ժողովուրդ ջան, ես ձեզ իրոք շատ եմ սիրում։ Ինձ որ հարցնում են ինչի համար ես ամեն ինչ անում, ես ասում եմ, որովհետև իմ ժողովրդի ցավը իմ ցավն է։ Ես չեմ ուզում, որ հայը վատ ապրի։
Ոչ ստեղ, ոչ Սփյուռքում։ Ես ուզում եմ հայը միշտ ամեն տեղ առաջինը լինի, եւ սպորտի մեջ, եւ գիտության մեջ, եւ երաժշտության, եւ մշակույթի, սա է իմ գլխավոր նպատակը։ Ու քանի որ ասել եմ, որ սիրով սկսելու ենք, սիրով ավարտենք, շատ հետաքրքիր բան այսօր կարդացի, ուզում եմ ձեզ հետ կիսվեմ։ Ուրեմն Քեմբրիջի համալսարանի դասախոսներից մեկը գալու հարցնում ասում, ինչի են մարդիկ վիճելու ժամանակ իրար վրա գոռում։ Ինչի համար են իրանք ուրեմն բան անում, բարկանում։ Բոլորը տարբեր բաներ են ասում, բայց ոչ մեկ ճիշտ պատասխանը չի տալիս։ Ուսանողը դասախոսը բացատրում ասում է, երբ որ մարդիկ իրար սիրում են, իրանց սրտերը շատ մոտ են իրար։ Երբ որ սրտերը հեռանում են, արդեն ֆիզիկական մոտեկությունը կապ չի ունենում էլ։ Այդ մարդիկ իրար մոտ էլ կանգնած լինեն, քիթ քթի, սենց, էլ իրար հետ գոռալու են, որտեվ իրանց սրտերն են շատ հեռու։ Եկեք այսօրով մի հատ խորհուրդ տանք, էլի։ Եկեք մեր սրտերը բոլորս իրար հետ մոտիկացնենք։ Մեր ազգը մի քիչ ավելի շատ սիրենք, ու ամեն տարի մի քիչ ավելի շատ սիրենք։ Ու հասնենք այն օրվան, որ մենք տեսնենք մեր ազգը իրար սիրող, իրար պաշտպանող, իրար բռնող հզոր ազգ։ Եվ Հայաստանի Հանրապետության ներսում, եւ հանրապետության սահմաններից դուրս։ Որպեսզի մենք ապահովություն ունենանք, իմանանք, որ մենք մեշտ ունենք, որովհետեւ մեզ սիրող ժողովուրդ ունենք, եղբայրներ ու քույրեր ունենք, ցանկացած տեղից եւ Հայաստանից։ Այսքանը։ Հուսով եմ ինչ-որ բանով օգնեցի ձեզ։ Ես հիշեք, որ շատ սիրում եմ ձեզ, որովհետեւ հայ ազգը, որովհետեւ Աստված է սիրում հայ ազգին։ Դրա համար ցանկացած քրիստոնյա պիտի արտացոլի այդ սերը, այդ ազգի նկատմամբ։ Շնորհակալ եմ, որ ինձ լսում եք միշտ, դուք շատ բարձր գնահատված եք։ Հետևեք ուրեմն իմ ինտերվյուին, որ պիտի կատարվի ARTN հեռուստաընկերությունում, եւ նաեւ այդ բանը, կլիպը, որ վիդեոյի սկզբից ցույց տվեցի, անպայման կիսվեք, որովհետեւ մեր հեղափոխության մասին շատ գեղեցիկ երգ կա ներկայացրած Եվրոտիսիլ 2020-ի համար։ Շնորհակալություն, ես կդնեմ այդ երգի մեջում, հես այս վիդեոից հետո ապլոդ կանեմ ու կդնեմ իմ մեջում, կարող եք այդտեղից տարածել։ Շնորհակալություն, որ նայում եք, Աստված ձեզ բոլորի տորնի ու աստվածային սիրով շատ ամուր գրկի։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։